Բարև ձեզ, Արարատ հեռուստաընկերության եթերում շտապ օգնություն հաղորդաշարն է, ինչպես միշտ մենք աշխատում ենք ուղիղ եթերում եւ մենք խոսում ենք մարդու ամենաթանկ ունեցվածքի առողջության մասին, հարգելի հեռուստադիտողներ։ Մեր ուղիղ եթերը ձեզ հնարավորություն է տալիս մասնակցել հաղորդմանը ձեր հարցերով, դրա համար պետք է զանգահարեք 5489 34 հեռախոսահամարով կամ գրեք մեր էլեկտրոնային փոստին շտապ օգնություն շնիկ ararat.gtv.am-ը մեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա թեման բավական հետաքրքիր է։ Մենք իմի ենք բերել բոլորի հարցերը, որոնք վերաբերում էին սննդակարգին եւ այս կամ այն հիվանդություններին, եւ այս առիթով տաղավար ենք հրավիրել գաստրոենտերոլոգ, լյարդաբան Մանիկ Գեմիլյանին։ Եթե դուք ունեք հարցեր կապված որևէ հիվանդության հետ, սննդակարգի որևէ առավելությունների, թերությունների կամ նշանակության մասին, բաց մի թողեք առիթը, բժշկուհի Գեմիլյանը կպատասխանի նաև ձեր հարցին։ Բարև ձեզ բժշկուհի։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ, որ ժամանակ տրամադրեցիք եւ եկաք մեր հաղորդաշարին։ Սովորաբար մենք բժշկուհի ամեն մի թեմայից հետո, ամեն պաթոլոգիա հիվանդություն ներկայացնելուց հետո բժշկի հետ անդրադառնում ենք նաև տվյալ հիվանդության ժամանակ անհրաժեշտ սննդակարգին, կենսակերպին, գուցե ինչ-որ ֆիզիոթերապևտիկ միջոցառումների կամ ժողովրդական բժշկության մեթոդներին եւ այլն։ Այո, հարցը միշտ համենայնդեպս հիվանդներին միշտ շատ հետաքրքրում է եւ մենք շատ հարցեր ունենք էլեկտրոնայինով, դրա համար որոշեցինք այս անգամ իմի բերել։ Խնդրում եմ ասեք, ընդհանրապես սնունդը ինչ է տալիս մեզ։ Իհարկե, եթե շատ համով է պատրաստված, դա առաջին հերթին հաճույք է, եթե մարդ հաճույքով է ուտում սիրով, բայց ինչի համար ենք մենք սնվում, եթե այսպես շատ դիպուկ հարցնենք։ Այո, սնունդը բացի հաճույք լինելուց կամ մինչ հաճույք լինելուց, դա իհարկե մեր անհրաժեշտ, ուրեմն գոյատևման համար անհրաժեշտ միջոցներից մեկն է, ինչպես օդը, ջուրը, անհրաժեշտ ջերմաստիճանը, շրջապատի միջավայրի, սակայն ի տարբերություն վերնշվածների, սնունդը նաև հաճույքի աղբյուր է, բայց ձեր հարցին, եթե փորձենք պատասխանել, ինչ է մեզ տալիս սնունդը, դա իհարկե առաջին հերթին մեր բոլոր գործունեության տիպերի համար անհրաժեշտ էներգիան է, դա ամենապարզն է, որը միայն սնունդի ճեղքումից մենք կարող ենք ստանալ մեր մարմնում, երբ որ այն վերափոխվում է, եւ նաեւ բացի այդ էներգիայից սնունդը մեզ հետագայում հանդիսանում է աղբյուր մեր բոլոր մարմնի, այսպես ասենք, բաղադրամասերի ստեղծման համար, այսինքն այն ինչից մենք կազմված ենք, այո, այդ ամենը կառուցվում է նրանից, ինչու մենք ստանում ենք սննդի հետ։ Եթե շատ կոպիտ համեմատություն անենք, կարծես ինչպես ավտոմեքենաները, հա, ամեն օր բենզին են պահանջում, որպեսզի աշխատեն, շարժիչը աշխատի, այսպես եւ մեր սնունդը, բայց ինչպես վարորդներն են շատ նրբորեն ընտրում իրենց հատկապես թանկարժեք մեքենաների մեջ լցվող բենզինը, որպեսզի այն լինի գերմաքուր ամենալավը եւ այլն, մենք էլ պետք է շատ ուշադիր լինենք մեր սննդի նկատմամբ։ Եվ բացի դրանից, եթե տարբերությունը ավտոմեքենայի հետ նաեւ այն է, իհարկե շատ կան տարբերություններ, բայց որ բացի զուտ այսպես մեխանիկական էներգիայի աղբյուր լինելով, կառուցողական հումք մեզ տրամադրելուց, բացի սնունդը նաև, ինչպես դուք շատ դիպուկ նշեցիք, հաճույքի աղբյուր կարող է լինել եւ շատ ու շատ հոգեբանական ապրումներ, ասեմ, թե ինչ որ զգացողություններ մեր կյանքում կապված են հենց սննդի հետ։ Չէ՞ որ բացի նրանից, որ մենք զուտ ընդունում ենք այն ներս, այն օժտված է որոշակի գունային, հոտային, ինչ որ գեղագիտական նշանակություն նույնպես ունեն։ Այո, հատկանիշներով, որոնք ազդում են, որովհետև մարսողությունը առհասարակ սկսվում է մինչ մենք սկսում ենք ուտել, այլ այն պահից, երբ մենք տեսնում ենք կամ պատկերացնում, զգում ենք հոտը եւ լսում ենք, ասենք, գթալների սպասքի զրնգոցը, այդ պահից արդեն մեզ մոտ սկսում է արտադրվել մարսողական հյութը։ Եվ բացի դրանից, քանի որ հայտնի է, որ հոգեբանական շատ ստրեսներ մարդը հաղթահարում է հենց սննդի միջոցով հաճույք ստանալով, այդ պատճառով սննդի հետ փոխհարաբերությունները մեր կյանքում իրականում ստանում են շատ ու շատ երանգներ, ինչպես դրական, այնպես էլ բացասական, ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեկան
տարբեր երանգներ, եթե կարելի է այդպես ասել։ Եվ դրա խանգարումները, այսինքն այսպես ես փորձեմ ձևակերպել, սննդի հետ փոխհարաբերության խանգարումները նույնպես արդեն կարող են նույնիսկ եւ հիմք հանդիսանալ տարբեր հիվանդությունների առաջացմանը։ Այ հաճախ մարդիկ ասում են, որ այսինչ հիվանդությունը իմ մոտ առաջացավ սննդից, բայց մեծ մաս դեպքերում դա այդպես չէ։ Սնունդը մեծ մաս դեպքերում չի առաջացնում հիվանդություն, բայց կան դեպքեր, երբ այո, սննդի, ինչպես ասացի, հետ հարաբերության խանգարումը առաջացնում է հիվանդություններ։ Իսկապես սնունդը կարող է նաև հիվանդածին լինել, այսինքն այն լինել պատճառ որևէ հիվանդագին երևույթի հենց ծագման, առաջացման, այո։ Պատճառ կամ հրահրող գործոն եւ հստակ հայտնի են այն վիճակները, երբ հիվանդությունը կապված է հենց սննդի հետ եւ դրանք մի քանիսն են։ Առաջի հերթին ամենաակնհայտը դա սննդային ալերգիաներն են։ Ոչ ոք չի կարող շղթել, որ սննդային ալերգիա հենց բառն է թելադրում, առաջանում է սննդից եւ դա կարող է ընդհուպ միջև շատ լուրջ, հատկապես այ օրինակ ամենաառաջի այսպես մտքին եկող դա գետնանուշն է, առախիս, հա, այդպես, որը որ կարող է ընդհուպ միջև մահացու ալերգիա կամ տարբեր ընկուզեղեն, բայց ամենահաճախը դա լինում է հենց առախիսից։ Սննդային թունավորումները։ Սննդային թունավորումները, այո, որոնց մի մասը կապված է նաև ինֆեկցիոն գործոնի հետ, այսինքն սնունդը ճանալուց այդտեղ ուրեմն զարգանում է ինֆեկցիաներ եւ արդեն դա գործ ունենք ինֆեկցիաների հետ, ոչ թե հենց թունավորում, բայց այո, որոշակի սննդանյութ էլ կա, սննդամթերք է կարող է լինել թունա։ Դա էլ առաջինը ինչ մենք կարող ենք մտածել, դա օրինակ թունավոր սնկերն են, որոնք սխալմամբ օգտագործած էլի ընդհուպ միջև մահացու կարող են առաջացնել վաղճան։ Դա երբ կասկած չկա, որ հիվանդագին վիճակը կապված է հենց սննդի հետ եւ միակ միջոցը դրանից խուսափելու դա տվյալ սննդից պարզապես հրաժարվելն է։ Հայտնաբերել թե որ սննդային ալերգիան դուք ունեք, դա այդքան էլ հեշտ չէ, բացի այն դեպքերից, երբ ակնհայտ մարդը զգում է, որ այսինչ սննդից նա ունենում է ռեակցիա եւ կարողանում է խուսափել, բայց իրական կյանքում հաճախ դրանք ինչ որ ծածուկ են ընթանում կամ ասենք ինչ-որ մի նյութ է, որը որ տարբեր սննդամթերքի մեջ կա եւ դժվար է լինում հասկանալ, որ հենց այսինչ մի սննդանյութից լինում է ալերգիա։ Համենայնպես սա մի դեպքն է, երբ մենք կարող ենք սնունդը կարող է վնասակար լինել։ Մյուսը դա սննդային անտանելիությունն է, այսպես ասած, եւ բառը հենց իմ կարծիքով հենց հայերեն այդ բառը բավականին լավ է արտահայտում, այսինքն երբ մարդ ուղղակի չի կարող տանել տվյալ սնունդը եւ ինչ ոչ թե չի սիրում, այլ երբ մեր օրգանիզմում ինչ-ինչ պատճառներով սկսում են չգործել այն նյութերը, այսպես ասենք ֆերմենտները, որոնք պատասխանատու են տվյալ սննդի մարսողության համար։ Եվ մի քանի կա վիճակ հիվանդագին, որոնք շատ լավ հայտնի են մեզ մասնագետներից եւ բավականին հաճախ են հանդիպում։ Հիմա մենք ավելի շատ ենք հասկանում, թե որքան հաճախ են։ Դա ամենահաճախը դա իհարկե կաթի այսպես ասած անտանելիությունն է եւ կաթի մեջ գտնվող հատկապես եթե կարելի ասել կաթնաշաքարի, լակտոզայի չմարսելն է։ Մենք բոլորս մանկական տարիքում կաթ ենք ուտում եւ մանկական տարիքում դա շատ հազվադեպ է հանդիպում իսկական լակտոզի անտանելիություն, այսինքն երբ ԻԾՆ բացակայում է այդ ֆերմենտը, դա շատ հազվադեպ եւ պարզ է որ շատ ծանր վիճակ է, այսինքն երեխան չի կարող կաթ ընդունել, բայց մեր խոսքը կովի կաթի մասին է, ոչ թե ասենք թե այծի կաթը նույնպես ցանկացած կաթում կա լակտոզա, որ հենց այդպես էլ կոչվում է կաթնաշաքար, այսինքն այն կաթի հենց բաղադրության մեջ մտնող շաքար է, այն ցանկացած կաթնասուն է։ Եվ բայց երբ արդեն մարդը դուրս է գալիս մանկական տարիքից եւ մեծանում է, տարիքի հետ մեկտեղ մեծ մաս մեծասակ բնակչության մոտ այդ ֆերմենտը սկսում է պարզապես կոպիտ ասած ծուլանալ, չգործել եւ կաթը դժվար է մարսվում։ Դա նույնպես կարող է տվյալ անձը այդքան է լավ չհասկանալ, որ իր մոտ հենց կաթնեղենի անտանելիություն է, որովհետեւ դա միայն կաթից չի ի հայտ գալիս։ Այսինքն կաթնամթերքից նույնպես կարող է այդ լակտոզայի գործունեությունը։ Համարվում է, որ թթվեցրած կաթնամթերքում արդեն լակտոզան վերափոխվում է թթվի, այսինքն կաթնաշորի մածունի դեպքում Այո, դրանք թերևս ավելի քիչ կարող են խնդիրներ առաջացնել, բայց դասականը հենց կաթը
այդպիսի հիվանդներ նույնիսկ կարող են ասել, այո, կաթը ես շատ վատ եմ մարսում, բայց դա կարող է տարբեր աստիճանների արտահայտվածություն ունենալ եւ այդքան արտահայտված չլինի սիմպտոմներ, բայց քիչ-քիչ դրանք ի հայտ գան եւ անհանգստացնեն մարդուն եւ նա չհասկանա, որ դա կաթի հետ է կապված։ Եվ նորից եմ ասում, դա շատ տարածված է։ Դա ամենահաճախն է, բայց կան եւս մեկ վիճակ, որ անպայման ես հենց սկզբից ուզում եի դրա մասին ասենք, որովհետեւ ամբողջ աշխարհում վերջերս է սկսում բացահայտվել, թե այդ վիճակը նաեւ մեծահասակների մոտ է շատ տարածված, չնայած դա գենետիկ պատճառ ունի։ Նախկինում համարում են, որ դա միայն երեխաների մոտ է եւ հազվադեպ է, բայց հիմա մենք մեր շատ հիվանդների մոտ դա նույնպես ախտորոշում ենք, դա ցորենի մեջ հիմնականում գտնվող այդպիսի նյութ կա, որը կոչվում է գլուտեն, եւ այդ գլուտենը, երբ որ անբավարար կերպով է ենթարկվում մարսողության եւ ճեղքման, առաջանում է այդպիսի վիճակ, որը կոչվում է գլուտենային անտանելիություն կամ այլ կերպ ասած ցելիակիա, եւ դա արտահայտվում է մարսողական ամեն տեսակի գանգատներով, սկսած սովորական ուղղակի մի փոքր վկնածությունից, ուտելուց հետո կարող է փորկապությունը ավելի հազվադեպ է լինում, ավելի հաճախ լուծ եւ ինչպես եւ լակտոզային, այնպես էլ այս անբավարարությունը տարբեր աստիճանների կարող են կամ մի փոքր ուղղակի ինչպես ասացի վկնածություն գազեր, որ մարդուն ասում է հա բոլորի մոտ կա, մինչեւ որ ծանրագույն լուծ, որը արդեն հանգեցնում է նրան, որ շատ նյութեր սկսում են չներծծվել աղիներից եւ եթե ժամանակին չհայտնաբերվի եւ բուժվի, այդ վիճակը բավականին ծանր է եւ այո, կարող է արդեն մահացու, արդեն տարբեր սննդանյութերի անբավարարություն առաջացնել մարդու մոտ։ Մինչև այո։ Բժշկուհի, փաստորեն մենք խոսեցինք այն դեպքերի մասին, դուք ներկայացրիք այն դեպքերը, երբ սնունդը հենց ինքը կարող է առաջնային պատճառ դիտարկվել որպես, այսինքն սննդային որոշակի ալերգիան, ասենք թե մարդը ցիտրուսից ալերգիա ունի կամ սննդային թունավորումը, օրինակ ինչ որ մի մրգից կամ հատապտղից թունավորվել է, օրինակ կամ այն դեպքերը, երբ սնունդը պարզապես անտանելի է, օրինակ կաթնամթերքը։ Էլի կան այս շարքում խնդիրներ, որոնք անմիջապես սննդի հետ են կապված, որպես առաջնային պատճառ դիտարկվում է սնունդը եւ այդ սնունդը պարզապես հանելով ռացիոնից կամ տվյալ պահին հանելով օրգանիզմից, հա, եթե կարելի է այսպես ասել, կազատվի մարդը այդ իրավիճակից։ Հանելով կամ պարզապես չառնչվելով։ Հիմնականում սրանք են այդ դեպքերը, բացահայտ կապը պարզված է սննդի հետ։ Եվ այո, այս դեպքերի, այսինքն սննդային ալերգիա, սննդային անտանելիություն, թունավորում մի քիչ այլ դեպք է, երբ միակ, կարելի ասել միակ էֆեկտիվ բուժումը եւ իրոք էֆեկտիվ, դա պարզապես տվյալ սննդից բացարձակ զերծ մնալն է, այսինքն ոչ թե քչացնելն է, այլ առհասարակ չառնչվելը, որովհետև այդ գետնանուշի թեման շարունակելով նույնիսկ ամենափոքր քանակը կարող է շատ ծանր ալերգիա առաջացնել կամ ցորենային այդ ցելիակիայի դեպքում, երբ գլուտենը ցորենի բանակցությունը, դա այս դեպքում բուժումը, ասա այն քիչ հիվանդություններից է, երբ մենք չենք առաջարկում որևիցե դեղորայք, այլ միայն դիետայով ենք բուժում, ընդ որում խստագույն դիետայով, երբ բացառվում է ցանկացած ցորենից պատրաստ, եւ ոչ միայն ցորենն է, այստեղ նաեւ գարինը եւ տարեկանը, որը պետք է բացառվեն, բայց քանի որ հիմնական ցորենն է մեր այո, բնակչության համար, բայց ինչ որ տարբերակներ առաջարկվում են, ասենք եգիպտացորենի ալուրից, այլ այսպես ասած գլուտենից ազատ սննդամթերք, դա նորից եմ ասում, ամբողջ աշխարհում բավականին հայտնի խնդիր է եւ խանութներում կարելի է գտնել այդպիսի պիտակով սնունդ gluten free, այսպես ասած անգլերեն, գլուտենից ազատ։ Հայաստանում հետս հետը ներմուծվում է նույնպես դա, արդեն այդ մշակույթը, եթե կարելի ասել, քիչ-քիչ կձևավորվի, քանի մենք արդեն կսկսենք շատ ախտորոշել եւ բացահայտել այդպիսի հիվանդների։ Սա այն դեպքերն, երբ նորից եմ ասում, բուժումը կայանում է զուտ սննդամթերքից հեռանալը, բացառելը։ Այո։ Բժշկուհի, մինչև մյուս դեպքերին անդրադառնալը ունենք հեռախոսազանգ, լսենք հեռուստադիտողին, նա կապի մեջ է արդեն, հետո կխոսենք արդեն պարզապես այս կամ այն հիվանդության ժամանակ ճիշտ սննդակարգերի մասին, ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Խնդրում եմ ասեք, ինչի՞ց է, որ բավականին քանի ամիս արդեն ուրեմն գազեր են հավաքվում հաստատում, հորիզոնական եւ վերջի հաստատելուն։ Ու ինչ որ ու չեն դուրս գալիս, ինչ որ անպայման պիտի ասու խմեն կամ ասենք էսպոմիզան եւ այլն եւ այլն։ Ինչ կարելի անել, որ այդ սննդակարգը կարգավորելով այդ գազերը վերացնել։ 75 տարեկան, խնդրում եմ ինձ ասեք, շնորհակալություն։
Շնորհակալություն։ Այո, շատ հաճախ հանդիպող խնդիր է հիվանդների մոտ եւ այսինքն գազերի մեծ քանակությամբ կուտակումը մարսողական տրակտում, որը կարող է զանազան պատճառներ ունենալ։ Ուղղակի դրանց թվարկելը եւ բոլորը պարզաբանելը մենք այսօր երևի չհասցնենք, սակայն առաջի բանը, որը պետք է նշել, նամանավանդ տարիքը հաշվի առնելով, տարիքը դա մեր համար այնպիսի տվյալ զանգահարողի նշան է, այսպես ասած կարմիր դրոշակ է մեզ համար, որ մենք անպայման պետք է հետազոտենք, այսինքն կարճ ձեր հարցին պատասխանը կլինի հետազոտվեք, որպեսզի պարզել, թե ձեր խնդիրը ինչից է, որովհետև կարող է լինել ինչպես պարզապես ստամոքսաղիքային տրակտի ֆունկցիայի խանգարում, այնպես էլ բավականին լուրջ ինչ-որ հիվանդություններ։ Իսկ սննդի հետ դա կարող է անմիջականորեն կապվել, ինչպես ընդունված է ժողովրդի մեջ։ Առհասարակ, այո, կա սնունդ, որը ավելի շատ է առաջացնում այդ վկնացության գազերի կուտակման զգացումը ցանկացած մարդու մոտ, նաև առողջի, բայց եթե դա հասնում է այն աստիճանի, երբ մարդ արդեն դիմում է, այսինքն նա անհանգստանում է, հետեւաբար պետք է հետազոտվել։ Իսկ իհարկե, այո, կան այդպիսի սննդամթերք, որոնք ավելի շատ են առաջացնում։ Բոլորի շատ հայտնի լոբազգիները։ Իհարկե, անշուշտ, դա բոլորն էլ իրենց փորձի վրա գիտեն խաղողը շատ եւ առհասարակ ցանկացած բանջարեղեն, ընդհանրապես մենք ասում ենք բանջարեղենը լավ է, այսպես ընդհանուր, եթե մենք ասենք օրգանիզմի համար, մարսողության համար, նիհարելու համար եւ այլն, շատ բանջարեղեն եւ միրգ ուտելը։ Եվ դա ինչի հաշվին ենք մենք հիմնականում ասում, որ բանջարեղենն ու միրգը պարունակում են մեծ քանակով մեր ֆերմենտների կողմից չմարսվող բջջանք, այսպես ասած ցելուլոզա եւ այդ չմարսվող բջջանքը, այսինքն մեր աղիներում դա մեր կողմից չի մարսվում, հասնում է միջև հաստաղի, այսինքն չի ներծը, չի ճեղքում եւ ստեղծվում է զանգված, այդ չմարսված բջջանքը ստեղծում է զանգված, որը հենց այդ զանգվածն է խթանում աղիների նորմալ աշխատանքը, որոշ դեպքերում նաեւ գուցե նվազեցնում է վտանգավոր ճարպերի ներծծումը, օրինակ խոլեստերինի եւ դրանով եւ նպաստում է աղիների նորմալ գործունեությանը, բայց ինչի համար եմ ես ասում, բայց այդ մեր կողմից չմարսվող բջջանքը մի մասը դրա մարսվում է մեր աղիների բակտերիաների կողմից, որոնք մենք բոլորս մեր աղիներում հսկայական քանակությամբ բակտերիաներ ենք, բայց նրանք էլ մեզ փոխադարձ բավականին նպաստավոր ֆունկցիաներ են կատարում, այսպես կոչված նորմալ միկրոֆլորան է մեր աղիների եւ երբ բակտերիաները մարսում են այդ բջջանքը, մասամբ են իհարկե մարսում, դրանք առաջացնում են գազեր։ Այսինքն բակտերիաների գործունեության արդյունքում են նաև այդ գազերը առաջանում, այսինքն ցանկացած մի կամ բանջարեղեն, որը շատ օգուտ է մեզ, եթե մենք մեծ քանակով օգտագործենք, որը շատ լավ է աղիների համար, դա իր հետ բերում է, այսպես ասած, մեծ քանակով գազերի կուտակում, դա նորմալ է, որոշ համար պետք է իհարկե հետազոտվի, պետք է պատճառը պարզել, դա կարող է սկսած եւ եւս մեկ ուղակի սնունդ անպայման ես նշեմ, դա իհարկե սնունդ չէ, դա կներեք արտահայտության համար աղբ է, որը որ առաջացնում է մեծ մասով գազեր, դա գազավորված ըմպելիքներն են։ Ակնհայտ է, որ ով որ շատ գազավորված ըմպելիք է խմում, նա շատ ունենում է գազեր։ Խոսքը նաև հանքային նյութերի մասին է։ Այո, հանքային ջրերը նույնպես պարունակում են, այսինքն եթե գազավորված է, նշանակում է այդ գազի պղպջակները գնալու են մեր ստամոքսում, մեր աղիները եւ առաջացնելու են գազ։ Այսինքն պետք է բացել, որոշակի ժամանակ սպասել գազը անցնի, հետո խմել։ Իմ բոլոր պացիենտներին ես դա եմ, այո, խորհուրդ տալիս, եւ հատկապես իհարկե քաղցրները առավել եւս քաղցր ըմպելիքները, որովհետեւ շաքարը նույնպես էլի վկնացություն է առաջացնում։ Մենք էլի ունենք հեռախոսազանգ, լսենք հեռուստադիտողին, ալո։ Նախ բարև ձեզ, ողջունում եմ ձեր հյուրին, ձեր հաղորդաշարը եւ 3 հարց ունեմ ձեր հյուրին։ Դժգույտ խնդրում եմ պատասխանեք սուրճի ազդեցությունը օրգանիզմի վրա, ինչ բացասական երևույթներ են արտահայտվում, խնդրում եմ մանրամասնեք առաջին հարցը։ Երկրորդ հարցը, ուրեմն սպիտակուցը օրվա որ ժամին պետք է օգտագործել, որպեսզի ավելի արդյունավետ լինի։ Եվ խնդրում եմ մի փոքր էլ մանրամասնեք քունջութի մասին եւ քունջութի առավելությունների եւ բացասական կողմերի մասին եւ 100 գրամը ինչքան կալորիա է իր մեջ պարունակում եւ այդքանը։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, այո, տարաբնույթ հարցերը։ Ինձ թվում է մի մեծ խմբի հարցեր տվեց մեր հեռուստադիտողը, հատկապես սուրճի մասին։ Բոլորի մոտ այդպես
ընդունված է, որ սուրճը վացասական է ազդում, որ սրտային հիվանդին որ հարցնեք, ինքը կասի չի, ինձ սուրճ չի կարելի, ես լավ չեմ լինում այդ սուրճից, բայց այդ նույն սրտային հիվանդը չի զլանում, օրվա մեջ իր 1-2 տուփ, ասենք, ծխախոտը, նա չի կարծում, որ իրեն վնաս է, եւ նա ծխելով կարող է սուրճ ինձ չի կարելի, ինձ բժիշկը արգելել է, բայց ուրեմն եկեք նայենք իրականության, այսպես ասած, աչքերին եւ բացահայտենք, որ սուրճը այդքան էլ վնաս չէ մեր համար, ինչքան ընդունված է կարծել։ Սուրճի վնասակար ազդեցությունները շատ քիչ են։ Իրականում այն չի բարձրացնում զարկերակային ճնշումը, ինչպես ընդունված է մտածել, այսինքն բարձր ճնշումով մարդը խուսափում է սուրճ խմել, որովհետեւ ասում է ճնշումը կբարձրացնի, դա չափազանցրած է այդ վտանգը։ Իհարկե սրտխփոց կարող է առաջացնել սուրճը։ Ոչ բոլորի մոտ, բայց կարող է։ Եթե ձեր մոտ դուք զգում եք, որ սուրճից սրտխփոց է առաջանում, պարզել որ պետք է քիչ եւ արդեն որպես իմ մասնագիտական ստամոքսի վրա սուրճը նույնպես կարող է բացասաբար ազդել, այն բարձրացնում է թթվությունը եւ եթե մարդ ունի թթվության հետ տարբեր գանգատներ, այսինքն այրոց, ցավեր այդ ստամոքսի շրջանում, սուրճը չի արգելվում համենայն դեպս։ Այն ուղղակի քաղցած ժամանակ խորհուրդ չի տրվում, այսինքն երբ սննդից մի փոքր անց է սուրճը օգտագործվում սնունդ ընդունելուց, այսինքն լիքը ստամոքսին, այն չի արդեն այդ եթե թթվությունը նույնիսկ բարձրանա, ստամոքսում կա սնունդ, որ այդ թթվի միջոցով մարսում է։ Բայց մեր բնակչությունում շատ տարածված է առավոտը աչքերը բացելով առանց նախաճաշի օգտագործել սուրճ։ Դա թերևս կարելի է որպես վնասակար համարել, բայց եթե նախաճաշով է դա ուղեկցվում, որևէ խնդիր չկա։ Իսկ հիմա շատ հետազոտություններ են ի հայտ գալիս եւ տպագրվում որպես այսպես լուրջ գիտական, որ սուրճը լյարդի համար նույնիսկ բարենպաստ ազդեցություն է, հենց հատկապես լյարդի հետաքրքիր է։ Խոսքը սովորական սև սուրճի մասին է, թե լուծվող սուրճը նույն ազդեցությունն ունի։ Հետազոտություններում դա չի այսպես շեշտվում, բայց իսկ լուծվողի մասին չէ։ Բժշկուհի, իսկ այն տեսակետը դուք ճնշումը բարձրացնելու մասին ասացիք, որ դա ավելի շատ միֆի շարքից է։ Իսկ ցածրացնել, այսինքն մարդիկ խմում են, ասում են կարգավորում է։ Կարգավորում է, այո, կարող է ցածր ճնշումը որոշակիորեն բարձրանալ, բայց նորմալը բարձրանալ կամ բարձրը էլ ավելի բարձրանալ, դա սուրճին այդքան բնորոշ չէ։ Անցնենք հաջորդին, սպիտակուցը որ ժամին պետք է ուտել եւ ինչքան։ Երևի նկատի ունի մսեղեն, այո։ Ուրեմն ասենք թե ինչն է հատկապես սպիտակուցային սնունդ, դա մսեղենն է, եթե յուղը առանձնացնենք իհարկե, որտեղ մսում նաև մեծ քանակով յուղ է առկա։ Դա կաթնեղենն է, սպիտակուցի հայտնի աղբյուր։ Նույն ձեր ասած լոբազգիները համարվում են էլի սպիտակուցի բավականին հարուստ եւ լավ աղբյուր, եւ իհարկե ձվի սպիտակուցը, որը իդեալական սպիտակուց է համարվում, մարդու համար ամենաբալանսավորված սպիտակուցն է։ Սպիտակուցը, դեղնուցը դա այլ պատմություն է եւ սպիտակուցը թե որ ժամին պետք է ուտել, ավելի շատ ես կարող եմ ասել, որ օրվա ցանկացած ժամին կարող եք սպիտակուցային սնունդ օգտագործել, բայց հատկապես երեկոյան ժամերի մասին կարող եմ շեշտել, որ եթե երեկոյան դուք քաղցի զգացում եք ունենում, ընդհանրապես մենք ասում ենք քնից 3 ժամ առաջ ամենաուշը սնունդ ընդունեք քնելուց 3 ժամ առաջ, դրանից հետո չէ, բայց եթե ինչ-որ երեկոյան դուք զգում եք, որ չէ, քաղցած եք, պետք է անպայման ուտեք, այստեղ խորհուրդ է տրվում ավելի շատ սպիտակուցային ինչ-որ մի բան, քան ասենք ածխաջրային կամ առավել եւս ճարպային։ Հասկանալի է։ Եվ երրորդը քունջութը, խնդրում եմ հակիրճ, մենք էլի ունենք սպասող։ Եկեք, ուրեմն ես չեմ հավակնում բոլոր սննդամթերքի մասին ամեն տեսակի ինֆորմացիան տիրապետելուն, այսինքն 100 գրամում քանի կալորիա է, ես չեմ կարող ձեզ ասել, բայց նման դեպքերում ես օգտվում եմ քաչ հայտնի Google, ուրեմն միջոցից, բայց քունջութը ամենահայտնին է որպես կալցիումի աղբյուր մեր օրգանիզմի համար։ Այո, կալցիումի աղբյուր եւ այսպես ասած աղիքները մաքրող նման բան։ Այդ հասկացությունը ուղղակի չի օգտագործվում մասնագետների կողմից, աղիքները մաքրել։ Լավ, անցնենք հաջորդ հեռուստադիտողին, բժշկուհին նա նույնպես սպասում է, ալո։ Բարև ձեզ։ Հարցողում եմ մեր բժշկուն։ Ես ցանկանում եմ ասել, որ իմ աչքերի տակը ուռում է, շատը աչ կողմը։ Ես գնացել եմ ստուգումների, ասել են լյարդը, կոշկեկը լավն է։ Ուզում եմ իմանամ ինչից կլինի։ Խնդրում եմ պատասխանել։ Շնորհակալ։ Ես շատ այսպես
հետաքրքիր են այն հարցերը, երբ հիվանդը ունի գանգատ եւ հետաքրքրում է ինչից կլինի։ Իհարկե, շատ բոլորն էլ ուզում են իմանալ իրանց գանգատը ինչից է, սակայն դա այն թեմաներն են, թե ասենք այտուսները ինչից են առաջանում, որոնք մենք շատ մանրամասը քննարկում ենք մեր դասերի ժամանակ ուսանողների հետ եւ ժամեր են դրա վրա պահանջվում եւ ուսանողները սովորում են հետս հետը ինչպես ճանաչել տվյալ գանգատի պատճառը դրա վրա ծախսում են բավականին մեծ գումարներ եւ տարիներ սովորելով բժշկական համալսարանում հետո պրակտիկա եւ դառնում են բժիշկ հենց դրա համար որպեսզի հասկանան ինչ հետազոտության դրական գանգատի պատճառը ինչն է Եթե ուզում եք իմանալ դա, պետք է դիմեք բժշկի, որը ձեզ կնշանակի համապատասխան հետազոտություններ եւ կդնի ձեր ախտորոշումը։ Դա միակ ձևն է իմանալ, թե գանգատը ինչից է։ Ես չտեսնելով տվյալ հիվանդին, միայն լսելով մի գանգատը, չեմ կարող այսպես միանգամից պատասխանել։ Հրաշք կլիներ, եթե մենք կարողանայինք միանգամից դնել ախտորոշում, դա կլիներ մեր երազած բժշկությունը, բայց մենք ցավոք դրան դեռ չենք հասել։ Երկու հետազոտությունը բավական չէ տվյալ դեպքում, եթե հետազոտվել է եւ շատ լավ է, որ երիկամների եւ լյարդի խնդիր չկա, հնարավոր են այլ խնդիրներ պետք է շարունակել փնտրել, գուցե տեղամասային թերապևտի արդեն ինչու՞ չէ, եթե մեկ աչքն է, ակնաբուժի, հատկապես եթե մեկն է, այո։ Այո, նաև ակնաբուժը գուցե։ Բժշկուհի, մենք այստեղ նույնպես ստանում ենք հարցեր, տեսեք, ես արդեն 3 հարց կարող եմ ընթերցել, որ հենց հիվանդություններ են մարդիկ նշում։ Առաջինը նշել է ստամոքսի խոցի դեպքում, խնդրում եմ ասեք ճիշտ է այն տեսակետը, որ ընդհանրապես պետք չէ ուտել կարմիր մթերք, ես չգիտեմ ինքը ինչ նկատի ունի գրելով կարմիր մթերք, երկրորդ հարցը վերաբերում է լեղաքարային հիվանդությանը եւ երրորդը դուք մասամբ անդրադարձաք սրտային եւ անոթային խնդիրներին։ Եկեք ես երրորդից սկսեմ սրտային եւ անոթային խնդիրները, իհարկե նորից ասեմ, իմ մասնագիտությունը ավելի վերաբերում է մարսողական համակարգին լյարդին, այսինքն այդ հարցին սրտայինին այդքան ես չանդրադառնամ, բայց խոսենք հատկապես ստամոքսի եւ 12 մատնյաղու խոցի եւ լեղաքարային հիվանդության մասին, որը ավելի իմ մասնագիտականն է։ Ուրեմն նախկինում, երբ մեզ հայտնի չէր խոցային հիվանդության ամենահիմնական պատճառը, շատ տարբեր տեսություններ կային, թե ինչու է խոցային հիվանդությունը առաջանում, եւ դրանցից մեկը սնունդն էր, որ սնունդը առաջացնում է խոց, սնունդը նպաստում է խոցի առաջացմանը։ Այսօր մեզ հայտնի է մեծ մաս խոցային հիվանդության պատճառը, դա ինֆեկցիան է։ Այսինքն խոցն էլ դարձավ ինֆեկցիոն հիվանդություն, այո, դա Helicobacter pylori կոչվող միկրոօրգանիզմն է, բակտերիան, որը բացահայտելու համար եւ ապացուցելու համար, որ այն պատճառ է խոցային հիվանդության, երկու գիտնական ավստրալացի ստացան իրենց Նոբելյան մրցանակը։ 2006 թվականին նրանք ստացան, չնայած ավելի շուտ էին բացահայտել։ Եվ այսինքն որն է սննդի դերը խոցի դեպքում։ Կարմիր սնունդը արդեն եղած սնունդը, արդեն եղած խոցի դեպքում։ Այստեղ չի խոսվում, որ սնունդը բերեց խոցի։ Խոցը կա հելիկոբակտերի, ասենք թե պատճառով, եւ մարդը հարցնում է, կարելի է կարմիր սնունդ չի նշել կոնկրետ։ Ասենք թե բազուկն էլ կարելի է կարմիր դիտարկել, պոմիդորն էլ։ Հիմնականում այստեղ իհարկե լոլիկի մասն է խոսքը, որովհետեւ այն լինելով նաեւ թթվային, այն միանշանակ ցանկացած հիվանդ ով ունի թթվության հետ կապված, բարձր թթվության հետ կապված խնդիր, նա նշում է, որ տոմատից, լոլիկից նրա գանգատները սրվում են։ Դա գաղտնիք չէ։ Եվ այստեղ կարմիրի մեջ նաեւ կարող ենք ավելացնել կծու բիբարը, կարմիր, որը որ կծվության հաշվին է։ Ինչ խոսք, երբ խոցը դեռ բուժված չէ, այսինքն երբ դուք նոր եք այն հայտնաբերել եւ դեռ չեք իրականացրել այն 10 կամ 14 օրվա կուրսը, որը լիովին բավարար է խոցը բուժելու համար, ուրեմն պետք է այդ երբ որ նոր սկսել եք դեղերը օգտագործել եւ դեռ մտածում եք, որ այդ խոցը ինչ է դա վերք է, ոնց որ լորձաթաղանթի դեֆեկտ է, վերքի նման մի բան է, մեր ստամոքսիկամ։ Այսինքն այն սնունդը, որը կարող է վերքը կոպիտ ասած վնասել կամ կրկնել, իհարկե այդ ժամանակաշրջանում, այսինքն առաջին 1-2 շաբաթում ցանկալի է դրանից խուսափել։ Այո, դա եւ լոլիկն է, եւ կծու սնունդն է, եւ կանաչեղենն է, որը նույնպես այսպես մեխանիկորեն ուղակի կարող է, եւ կոշտ, ասենք, ցանկացած այն մի բան է, որը կարող, ասենք, հացի կոշտ կեղևը կամ ասենք չոր հացը կամ այո, խնձորին չոկ։ Սակայն դա շատ ժամանակավոր է բնույթ են կրում այդ միջոցները, մինչ որ ձեր էֆեկտիվ դեղորայքային
բուժումով խոցը լիովին ապաքինվի եւ դուք անցնեք նորմալ սննդակարգի։ Հասկանալի է, ինձ լիարժեք շատ լսեց հեռուստադիտողը, հաջորդ հեռուստադիտողի հարցը լեղաքարային հիվանդություն, այսինքն եթե լեղաքարային հիվանդությունը առաջացնում է գանգատ, անհանգստություն, այսինքն ցավ կամ այլ ինչ-որ արդեն խցանում լեղուների, այստեղ միանշանակ պետք է վիրահատել։ Այսինքն սննդով որևիցե սննդակարգը փոխելը դա ալտերնատիվ չէ վիրահատությանը։ Սակայն վիրահատությունից հետո որոշակի ժամանակ անհրաժեշտ է հետևել շատ կարևոր սննդակարգի կանոնների, որոնցից ամենակարևորը եւ առհասարակ դա թերևս առողջ սննդի, եթե մենք այս ամբողջ հաղորդմանը ինչ որ ասենք, խոսենք, վերջում մի բան մնա զտելու, դա թերևս կլինի հետեւյալը՝ ուտել փոքր քանակներով, բայց հաճախ։ Դա ամենակարևորն է։ Եվ դա նաև լեղաքարային հիվանդության հետ վիրահատական շրջանում է։ Եթե ինչ-ինչ պատճառներով այդ վիրահատությունը չի արվում կամ, այսինքն մի բան, որ պետք է որից հետո լեղապարկը պետք է շատ ուժեղ կրճատվի, դրանից պետք է խուսափել։ Այսինքն դա մեծ քանակով էլի սնունդ ընդունելն է, որը ցանկալի չէ։ Հատկապես ճարպայինը։ Այո։ Որովհետև լեղին ամենակարևորը դա մարսողական իր ֆունկցիան, դա ճարպերի մարսողությանը մասնակցելն է, այսինքն ինչքան քիչ ճարպ եւ փոքր քանակներով։ Բժշկուհի, սրտային եւ անոթային այստեղ պաթոլոգիաների դեպքում երկրորդ հարցն է գրել հեռուստադիտողը, ասում է բժշկուհին նոր խոսեց կծու սննդամթերքի մասին, խնդրում եմ ասեք ճիշտ է այն տեսակետը, որ կծու սննդամթերքը այսպես ասած մաքրում է անոթները եւ ազատում խոլեստերինից։ Խնդրում եմ բացատրեք նաև թե ինչ է խոլեստերինը։ Խոլեստերինը դա ճարպի մի տեսակ ուրեմն զարգացնում արդեն առաջացած անոթի խցանումը խոլեստերինային վահանիկով, այսպես ասած։ Այդ թվում եւ այստեղ նշված կծու սննդամթերք։ Կան ուրեմն որոշակի համեմունքներ, հատկապես հնդկական, ես հիմա չեմ կարողանում հիշել, բայց կարող է ընթացքում հիշել համով, այո, կծու են եւ ասենք էլի գիտական հետազոտություններով ցուցադրվում է, որ դրանք բարենպաստ են եւ այլն, սակայն միայն դրա վրա ապավինելը բավական չէ։ Ավելի կարեւոր է սահմանափակել ընդհանրապես յուղոտ սննդի քանակը սննդում, յուղի քանակը սննդում, հատկապես կենդանական ճարպի։ Շատ լավ, բժշկուհի, էլի ունենք զանգ, լսենք հեռուստադիտողին, ալո։ Բարև ձեզ, ողջունում եմ բժշկուհուն։ Ես մեկ հարց օստեոխոնդրոզի ժամանակ եւ հատկապես գրիժաների ժամանակ պարանոցի ինչպիսի սննդակարգ խորհուրդ կտայիք։ Շնորհակալություն։ Այո։ Ես երևի արդեն այսօրվա հաղորդման մեջ մի քիչ հաճախ եմ դա ասում, բայց նորից իմ մասնագիտությունը սննդաբանությունը չէ, այսինքն այստեղ ուղղակի այդ առիթից կա հատուկ մասնագիտություն, դիետոլոգիա կամ նուտրիցիոլոգիա, որը հենց զբաղվում է տարբեր զանազան հիվանդությունների ժամանակ սննդակարգի, առողջ սննդի հարցերով։ Ցանկալի կլիներ այսօր մենք խոսեինք հենց ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների ժամանակ սննդակարգի, որովհետև օստեոխոնդրոզ նույնիսկ այդ ախտորոշման հետ ես կվիճեի, բայց դարձյալ ես այդ մասնագետը չեմ։ Մենք կարող գուցե առհասարակ առողջ սննդի, այսինքն հաճախ այդ ձեր ասած խնդիրը զուգակցվում է ավել քաշի հետ Նաև շարժումների եւ այստեղ կարեւոր է նաև քաշը նվազեցնելը նույն ողնաշարի վրա, ասենք ծանրաբեռնվածություն իջեցնելու համար, դրա մասին կարող ենք խոսել։ Հատուկ ողնաշարի համար սննդակարգը գուցե ավելի տվյալ մասնագետը ձեզ կպարզաբանի։ Այո, ես հեռուստադիտողին խնդրեմ YouTube-ում հայատար գրեք շտապ օգնություն եւ օստեոխոնդրոզ
Եվ նայեք այդ հաղորդումը մասնագետը, որ օստեոխոնդրոզի մասին է խոսել, չնայած նա էլ ասաց, որ նման ախտորոշում սովորաբար չի դրվում, համենայն դեպս այնտեղ լսեք, հատկապես վերջին հարցերում շատ հավանական է, որ մենք խոսել ենք դրա մասին, գուցե այդտեղ գտնեք ձեր պատասխանը, մենք էլի ունենք հեռախոսազանգ բժշկուհի, ալո։ Բարև ձեզ, ես ողջունում եմ ձեր հաղորդաշարը եւ ճիշտ ասած մեզ համար հետաքրքիր էր այս լյարդի վրայի ճիճվի տեսակի մասին, ինչ կասեիք եւ նրա բուժման տեսակների մասին, ինչից է առաջանում, ինչպես կարող ենք բուժել, եթե իհարկե չենք պահում կենդանիներ։ Խոսքը հավանաբար էխինոկոկի մասին է, ես դա կարող եմ այստեղ միայն, չնայած կան ուրիշ պարազիտներ, որ էլի լյարդ հիվանդություն են առաջացնում, բայց կարծում եմ խոսքը էխինոկոկի մասին է, դրա բուժումը հիմնականում վիրահատական է, այսինքն բուժ է առաջանում, որը պետք է վիրահատական եղանակով հեռացվի։ Այո, հիմնականում դա է կարճ, եթե պատասխանենք։ Հասկանալի է։ Բժշկուհի, խնդրում եմ ընդհանրապես մեկ հարցի էլ պատասխանեք շատ արագ։ Այդ քիչ եւ հաճախակի ուտելը, այստեղ նաեւ նշում եք դուք, որ քիչ ուտի, բայց մեկ տեսակի սնունդ։ Ասենք թե մեկ ուտելու ժամանակ չխառնի 3-4 տեսակի սնունդ։ Նման մոտեցում դասական բժշկության կողմից չկա։ Այսինքն այդ առանձին Այո, եթե տվյալ բժիշկը չի նշել ձեր բուժող բժիշկը, կարող եք նաև Դա ինչ որ ապացուցողական հիմք կամ բժշկական տեսակետից մենք դա չենք կենտրոնանում դրա վրա։ Այո, կարևորը քանակն է, որովհետև ստամոքսը դա մի օրգան է, որը կարող է շատ լցվել եւ եթե մենք շատ ենք այն լցնում եւ արդեն խնդիրներ առաջացնել եւ ընդհանրապես այսպեսի մի կանոն է մի թողեք որ դուք սովածություն զգաք այսինքն հասկանալի է այո բարձ է շատ շնորհակալ եմ բժշկուհի մեր ժամանակը սպառվեց շատ արագ հարցերը շատ էին նաեւ էլեկտրոնայինով շնորհակալություն հետաքրքիր պատասխանների համար հարգելի հեռուստադիտողներ հիշեցնեմ որ մեր տաղավարում էր գաստրոենտերոլոգ լյարդաբան Մանիկ Գեմիլյանը եւ մենք խոսում էինք սննդակարգի սննդի եւ հիվանդությունների մասին, փաստորեն կան հիվանդություններ, որոնք կարող են այսպես ասած առաջանալ հենց սննդի պատճառով եւ կան հիվանդություններ, որոնց ժամանակ շատ լավ է պահպանել ճիշտ սննդակարգը եւ բժշկուհուց մեկ անգամ եւս փոխանցեմ այն խորհուրդը, որ պետք է ուտել սովորաբար քիչ, բայց հաճախակի, չթողնելով որ ստամոքսը ազդարարի, որ արդեն քաղց է զգում օրգանիզմը։ Այսօրվա համար այսքանն ենք նախատեսել, հանդիպելու ենք վաղը ժամը 18-ին, մինչ հանդիպում առողջ եղեք։